Տիկին Ազարյան, շաբաթվա վերջին ուրբաթ-օրը մենք աննախադեպ մի երևույթ ականատես եղանք, երբ որ իրավապահները ԱԱԾ-ն, ոստիկանությունը գրովեցին մայր տաճարը Վեհարանը։ Ինչու իշխանությունը նման կերպ վարվեց։ Այսինքն դա որևէ դրամաբանության մեջ տեղավորվում է այս քայլը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես իրականում կուզեմ խոսել այս մասին, ինչի համար, որովհետև մամուլում արդեն 2-3 օր շրջանառվում է հետևյալ միտքը, թեզը, որ իշխանությունները գնաց մայրաթոր, նախ իշխանությունները չի գնացել մայրաթոր, հատուկ ծառայությունները իրենց լիազորությունների շրջանակներում իրականացրել են իրենց ծառայությունը, բայց ինչու գնաց, եկեք սկսենք ստեղից, ինչու գնաց մայրաթոր, ազգային անվտանգության ծառայությունը։ Նախ պետք է հասկանանք նաև ինչու էր Միքայել Աջապահյանը գտնվում մայրաթորում։ Շատ լավ իմանալով, որ այս դեպքում արդեն Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում, այսպես ասած, պիտի գնային իր հետևից ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները, կարծես թե ստեղծելով տպավորություն, որ պետությունը համապատասխան ծառայությունը հարձակում է գործում եկեղեցու վրա, այսինքն ստեղծելով այդ իմիտացիան, դա իսկապես տհաճ տեսարան էր, բայց մենք պետք է իրենց անունով կոչենք։ Միքայել Աջապահյանը գնում է մայրաթոր, որպեսզի ստեղծեն տպավորություն, որ այ պետությունը իդեմս ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հարձակում է գործել եկեղեցու վրա։ Միքայել, ուրիշ պատասխան չկա սրան, իսկապես չկա սրան ուրիշ պատասխան, ստեղծել իմիտացիա, որը իրական գոյություն չուներ դա, ընդհանրապես կարելի էր շատ, ընդ որում այնտեղ Աջապահյանը ասում է ես վախեցող տղա չեմ և 3 անգամ հետ է գնում, մտնում է հետ, եթե այսպես ասած վախեցող, ես իր բառերն եմ ցիտում, եթե ասում է վախեցող տղա չեմ, կարելի էր առանց ցնցումների, առանց ավելորդ միջադեպերի, ընդ որում այնտեղ արդեն իրար մեջ էինք, համախոհների միջև էր գնում բախումներ, այսինքն որոշակի մարդկանց բազմության մեջ, ովքեր թվում է թե հավաքվել են մի նպատակի համար, այսինքն պատկազմել, կենթանի պատկազմել ի աջակցություն եկեղեցու կամ Աջապահյանի, ում ուզում էին այսպես ասած ձերբակալել կամ տանել քննչական բաժին, իրար մեջ բախումներ սկսվեց եւ պետությունը ինչ է ասում է չի լինելու բախումներ, այսինքն կարելի է ամեն ինչից զերծ մնալ, թողնել այդ մարդուն տանեին այսպես ասած, ընդ որում որ ասում է ես վախեցող տղա չեմ, կարելի էր չէ գնալ ինք անձամբ, բայց ինչից հետո գնաց, քանի ժամ հետո գնաց, եթե կադրեր տեսել եք քաղաքացիները դժգոհ են անգամ որ նա գնաց, ասում են թող գնա։ Լավ, խնդրում եմ, բոլորս էլ տեսել ենք այդ կադրեր, կարելի էր չստեղծել այդ այսպես ասած շոուն չի ստեղծել այս դեպքում իրավապահ համակարգը, շոուն ստեղծել են այն մարդիկ, ովքեր հավաքվել էին այդտեղ եւ այո, հատուկ նպատակով էին հավաքվել այդտեղ, ստանալ այն, ինչ իրականում չկար։ Բայց ի վերջո այդ մարդը գնաց դեր ժողով եւ իշխանությունը գիտեր, որ նախատեսված է ժողով, հոգեվոր այնտեղ։ Եվ եթե գործողություններ էր իրականացնում, կարող էր մինչ այդ կամ դրանից հետո։ Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Լավ, Տիկին Ազարյան, հիմա տարել են եւ դուք կարծում եք, որ նա պետական հեղաշրջման, ռազմական հեղաշրջման կոչեր է արել, բայց մի իշխանություն է ռազմական հեղաշրջանում մեջ մեղադրում հոգևորականի, որը օրինակ 16 թվականին Նիկոլ Փաշինյանը ՊՊՑ գնդի գրավումը ողջունել է։ Չի, նախ հասկանանք դա։ Կամ սկզբից հասնենք ողջունելուն կամ չողջունելուն։ Տեսեք, լավ կանք վերջից, նախ ներկայիս վարչապետը այդ ժամանակվա ընդդիմադիր դիրքում դիրքավորված Նիկոլ Փաշինյանը չի ողջունել, բավական է ընդհանրապես դիտել այն վիդեո տարբերակը, որը հրապարակային է մամուլում, վստահ եմ գիտեք ինչ տարբերակի մասին է, որտեղ կանգնած հարթակի վրա, ինչպիսի կոչեր է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բնավ չողջունելով այն ինչ տեղի է ունենում եւ ընդհանրապես դրա անունը չդնելով
լեգիտիմ որևէ գործողություն։ Ես սիրով կկիսվեմ ձեր այդ տեսաուղերձով եւ եթե տեսել եք, ես կարծում եմ, որ չպիտի հարց առաջանա եւ չպիտի, երեք ես գիտեք, նաեւ մեծ բանավեճն էի դիտում հանրայինի եթերում, որտեղ կրկին այդ թեզը շպրտեցին դաշտ, որ այ օրինակ 16 թվականին ողը կարելի է հետ գնալ ընդհանրապես այդ ժամանակագրական առումով իրերը դնել իրար կողք եւ հասկանալ, որ երբևէ չի հնչել հայտարարություն, որով կարելի է հասարակությանը համոզել, որ վարչապետը ողջունել է դա։ Ինչ մնում է Աջապայանի, այսպես ասած, ձերբակալության հիմքին իրենից բխող հետևանքներին։ Ես բնավ չեմ կիսում այն կարծիքը, որ դե բանա ասելա։ Գիտեք, ես քանի օր լսում եմ, որ ասում են, դե հիմա հայտարարություն է արեց եւ մյուս կողմից հակասելով էս խոսքին ասում են հետեւյալը. նա ծանր կշիռ ունեցող բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող հոգևորական է, դե հիմա եկեք հասկանանք, եթե հասարակության լայն շերտերի համար կա ընկալում, որ Աջապահյանը ծանր կշիռ ունեցող իր խոսքը, հա, ծանր կշիռ ունի հասարակության լայն շերտերի համար, արդյոք իր ասածը ռիսկային է, արդյոք պիտի պետությունը գնահատեր այս ռիսկերը, թե ինչի կոչեր է հնչեցնում։ Եվ ես հիշեցնեմ, որ Աջապահյանը ոչ մեկ անգամ հնչեցրել էր ռազմական հեղաշրջման կոչեր անելու իր ցանկության մասին հրապարակային եւ բոլորովին վերջերս վերահաստատեց իր կոչը եւ երբ մեզ ասում են, գիտեք, օրինակ 8 ամիս առաջ, տեսեք, երբ մեզ ասում են 8 ամիս առաջ էլ էր հնչեցրել, ինչի հետեւողական չեղավ պետությունը, այս դեպքում պետությունն էլ չդնենք անունը, համապատասխան մարմինը, ես այստեղ կարող եմ հակադարձել, որ բոլորովին վերջերս 1 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, թող լինի 1.5 կրկին վերահաստատեց իր կոչը, բայց երբ դու վերահաստատում ես քո կոչը, որին հետևում է մի եղկելի, մի զազրելի բացահայտում, վստահ եմ հասկանում եք խոսքը ինչի մասին է, ձայնագրություն, իր այսպես ասած, չգիտեմ անու կոլեգայի, իր գործընկեր, այս դեպքում իր այսպես ասած, եւս նույն բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող իր կոլեգայի կողմից Բագրատ Սրբազանի մասին է խոսքը։ Իդեպ շատ կարևոր արձանագրում եւս ուզում եմ անել, հարգելի լրագրող։ Բագրատ Սրբազանի փաստաբանը հաստատել է, որ ձայնագրությունը արհեստական բանականության միջոցով գեներացված չէ, դա Բագրատ Սրբազանի ձայնն է, նա է խոսում ամբողջ ձայնագրության մեջ ծայրից ծայր այն ինչը հրապարակային է, ես կարծում եմ դա շատ ավելի երկար ձայնագրություն է, բայց ավելի կարևոր կտորն է հրապարակված այստեղ եւ կներեք տարօրինակ բանը, որ ես լսում եմ, ասում են, դե իր ձայնն է, բայց կոնտեքստից կտրված է։ Ինչքան էլ կոնտեքստից կտրես որևէ դրվագ, երբ ժողովրդին Բագրատ Սրբազանը անվանում է էշ, անասուն, սա գիտեք, ամենաանվտանգ բանն է այստեղ, որ կարելի է ցիտել, երբ մի զազրելի պլանի մասին ես դու կարդում, հոգևորականի այսպես ասած շուրթերից եւ ես իսկապես այստեղ արդեն ուզում եմ հարց տալ, արդյոք ինքը իր բերանը լվացել էր, երբ ասած լրագրողներից մեկին մեկ անգամ, արդյոք ինքը իր բերանը լվացել էր դա ասելուց առաջ, այդ գիտեք, այդ սատանայական պլանը պատմելուց, բարձրաձայնելուց առաջ խոսում էին ժողովրդին մի քանիսին պատերի տակ գյուլել բառ, հենց գյուլել բառն էլ ասում էր, գյուլելու մասին, հետո այսպես ասած փոխհատուցել հարազատների այսպես ասած գնով փոխհատուցել, խոսում էին քաղաքացիներին, ովքեր կգտնվեն հասարակական տրանսպորտի մեջ, այրել այդ մեքենաները, տրանսպորտային միջոցները, պայթուցիկ նյութեր օգտագործել, ստեղծել քաոս եւ ես վստահ եմ գրեթե կասկած չունեմ, որ Մայրաթոր ինչպես ողջունել էր իր իրանցից գալ հասնել Երևանի process-ը, այդպես եւ երևի թե օրհնել էր այս process-ը ի սկզբանե եւ մեկնարկը տվել դրա։ Նաեւ մի կարևոր արձանագրում։ Պարզապես դուք իշխանությունը իր վրա վերցրել է նաեւ դատական համակարգի ֆունկցիան եւ դուք արդեն կանգնած ոչ, պետությունը իր վրա է վերցրել, պետությունը իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անվտանգության ապահովումը։
իդեմս ազգային անվտանգության ծառայության, բայց մի կարևոր արձանագրում էլ անեմ, քանի դեռ չեմ մոռացել։ Դուք ինչպես եք այդ մասնակցում։ Ես թույլ չեմ տալիս ինձ մտնել, ես իրավաբան չեմ մասնագիտությամբ եւ չեմ կարող գնահատական տալ այնինչ այս պահին գործող, այսինքն այդ кейսը գործող кейս է հիմա, process-ներին իհարկե ծանոթ չեմ, բայց այնինչ հրապարակային է, գիտենք բոլորս։ Մի կարևոր արձանագրում եւս, այնինչ ձայնագրություններում մենք լսել ենք քաղաքացիներս, ես 2-3 անգամ եմ լսել, 2.5 անգամ եմ լսել, երրորդ անգամ արդեն հնարավոր չէր լսել դա, իսկապես։ Ես համեմատականներ եմ տարել եւ դրել եմ մի զամբյուղի մեջ այն բոլոր կտորները, այն բոլոր բառերը, դրվագները, նախապատրաստական աշխատանքները, որոնց մասին խոսում էր Բագրատ Սրբազանը, թե ինչպիսի սարքավորումներ, ինչպիսի գործիքներ պիտի ձեռք բերեն, այդ բոլորը քննչական կոմիտեն հրապարակեց։ Այսինքն այնինչ ասում էր Բագրատ Սրբազանը, ըստ էության, ինչի մասին խոսում էր, մենք քննչական կոմիտեի պաշտոնական կայքում, էջում տեսանք, որ տարբեր քաղաքացիների, բնակարաններում, տարբեր տարածքներում զննության արդյունքում բացահայտվել են, արգրավվել են, ենթադրում եմ, տարատեսակ գործիքներ, որոնց մասին խոսում էր Բագրատ Սրբազանը, եւ ես եթե չեմ սխալվում, տասնյակ ձերբակալություններ կան այս իմաստով։ Այսինքն դուք կարծում եք, որ այս փուլում իշխանության հանդեպ ինչպես գործում են գրել, զարթման փորձեր է արվել եւ դուք վստահ եք, որ սրբազանները կարող էին նման գործ հաբեկչություն, այսպես ասած, իրականացնել։ Ախր գիտեք, վստահ եք որն է, ես ուզում եմ, էլ ինչ պետք է տեղի ունենա, էլ մենք ինչ պիտի տեսնենք, որ իսկապես պատերի տակ քաղաքացիներին անմեղ մարդկանց իրենց բառերով ասած գյուլել են, էլ ինչ պիտի լինի, փաստաբանը հասկանում ենք ինչի մասին ենք հիմա խոսում, էլի մի բանի մասին, որ Բագրատ Սրբազանի փաստաբանը հաստատել է, որ դա այո Բագրատ Սրբազանի ձայնն է, ով մի ելի ասում զազրելի պլանի պետության, չգիտեմ, տապալման, քաոս ստեղծելու, քաղաքացիներին սպանելու կոչեր եւ ոչ միայն կոչեր, արդեն գետնի վրա դա կարելի ասել 20%-ով տեղի ունեցող բան էր։ Ինչու տեղի ունեցող, որովհետեւ այն բոլոր գործիքները, որոնց միջոցով փորձում էին հասնել դրան, ձեռք էին բերել։ Ես այնտեղ հիշեցի նաև մի դրվագ, որ ասում էր ներքին գործերի նախարարության դարպասների լարերը, թե մոտավորապես եմ ասում, պետք է կտրել, որպեսզի դարպասները չփակվեն։ Եվ հետո ես տեսնում եմ քննչական կոմիտեի հրապարակումների մեջ, լուսանկարների մեջ համապատասխան գործիքներ, որոնց միջոցով կարելի է անել դա, այնինչ ինքը հորդորում էր։ Եվ ամենանողկալի բանը, որ կարելի էր լսել այդ ձայնագրության մեջ, սպանել մի քանիսին եւ կոմպենսացնել հարազատներին հետ, դուք հասկանում եք մասշտաբը ոչ թե վտանգի, այն արհավիրքի, որը կարող էր, այսինքն այս մարդկանց նպատակը այն էր կորցնել վերահսկողությունը, ընդհանրապես մեր պետականության մասին ենք խոսում, մեր ինքնիշխանության մասին ենք խոսում, ինչ է նշանակում ասել պետությունն է վերցրել հանձն է առել, զբաղվել սրանով, պետությունը ցանկացած քաղաքացու առաջ ունի պարտավորություն։ Դատարանի ֆունկցիան եք վերցրել, դա է ամենախոսքը։ Ես չեմ կիսում այս կարծիքը, պետությունը չի վերցրել։